Մկրտչյան, նայեք այսօրվա թեմային եմ ուզում անդրադառնալ քննարկման Արցախի ժողովրդի վերադարձի իրավունք։ Դուք դա ինչպես եք պատկերացնում եւ որ պարագայում է դա հնարավոր։ Շնորհակալություն հարցի համար։ Գիտեք, մենք անընդհատ ասում ենք, որ պետք է վերադառնանք եւ այլն, բայց պետք է գիտակցենք եւ հասկանանք այս օրերին կամ այս ժամանակացում, որ Արցախը անընդհատ Արցախում աշններողություն աշխարհում տեղի ունենում տարբեր մեծ երկրների գերտերությունների պատերազմներ եւ այլն, մենք պետք է հասկանանք մենք ոնց ենք կարողանալու հետ գնանք ինչ պայմաններով եւ այլն։ Բարձր որ մենք sense երազանք նպատակա դա, բայց որ երազենք ասենք հեշտ, հանգիստ, առանց պատերազմի կամ առանց գնալու ենք ամեն ինչ լինելու է նույնը Արցախում, դա այդպես չի լինելու, քանի որ Ադրբեջանը օրեցօր գյուղեր է քանդում, շենքեր է քանդում ու որ գնանք մեր կարող հնարավոր է մեր տունը չի լինի։ Լավ մենք ասում ենք արժանապատիվ, անվտանգ, ապահով, դա ով է անելու մեզ համար, թե մենք ով է ապահովել, թե մենք անենք երաշխա, պետք է անընդհատ աշխատանք։ Այսօր այդ աշխատանքը մենք չենք տեսնում մեր անվտանգության երաշխավորի կողմից, ասենք Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց այսօր մենք դա չենք տեսնում։ Գոնե տարբեր երկրների հետ, խոշոր գերտերությունների հետ պետք է անընդհատ աշխատանք ներկայացնել, որ դա մեր իրավունքն է, դա միջազգային իրավունք է, որովհետև արցախցիների նկատմամբ տեղի ունեցել էթնիկ զուտում, ցեղասպանություն, նաև այդ բառից չպետք է վախենանք, տեղի ունեցել ցեղասպանություն ու մենք պետք է ամենօրյա աշխատանք իրականացնել եւ հասնել այդ նպատակին։ Մկրտչյան, նայեք, այս ձեր ասած թվարկածը նաև տեղ էր գտել այն պահանջագրում, որը ներկայացրիք մարտի 29-ին, նաև Հայաստանի կառավարության, անձամբ կարծեմ դուք էլ ներկայացրել եք։ Արձագանքներն ինչպիսին են, կան թե չկան։ Այնտեղ մեզ ներկայացել են, որ 7 օր ժամկետում պատասխան կտանք եւ այսպեսի մի դրվագ կար, ասեցին, որ հաստատ չկա պահանջագրի մեջ ու որ ինչ ենք անելու, ասել իմ մոտ ովքեր կային, մեկ ասեց, բա մենք հաստատ չունենք, ոնց ներկայացնել, ոնց գրեինք, ասենք հանրահավաքի ժամանակ ժողովրդի կողմից ստեղծված այդ պահանջներն են ու ես այնտեղ թողեցի իմ հեռախոսը համարը ու ինձ 3 հետս կապնվել են, որ տվեք էլեկտրոնային հասցե, որ այդ հայցով մենք պատասխանենք, այս բանին դեռ չկա պատասխան եւ հուսով եմ դեռ ժամանակը կա 7 օր ժամանակ ունենք, այդ 7 օրվա մեջ ստվում է պատասխանել, բայց թե դրական թե բացասական կամ ինչ-որ փոփոխություն կլինի, չեմ կարող այս պահին պատասխանել։ Շնորհակալ եմ, Շնորհակալություն։